Hey you guys, բարեկալուս դիմալեք նորից։ Ես պատրաստվել եմ, եկել եմ ընկերուհուս խանութ, իրականում ես բացման եմ հրավիրված։ Armavir Garden-ի երկրորդ մասնաճյուղը կարելի ասել, Bella Vita, հիմա այնտեղ ենք գնում։ Եվ արդեն կտեսնենք էլ ընթացքում։ Armavir-ում, ինչպես արդեն հասկացաք, բացվել է Armavir Garden-ի երկրորդ մասնաճյուղը։ Երկրորդ մասնաճյուղը մի փոքր սխալ ասացի, որովհետև այստեղ ամեն բան իտալական է։ Կարող եք բնականաբար գալ, բնականաբար հասեք հարցնելու, գտնվում է Կարմիր ակումբի հետևն եմ ասում, չգիտեմ ճիշտ եմ ասում թե չէ։ Bella Vita, որ գաք, բնականաբար արդեն կտեսնեք, հա, ինքներդ տարբերվող շատ համեղ խոհանոց է, տարբերվող Armavir-ում, որովհետև Armavir-ում դեռ չկա այսպիսի համեղ տարբերվող խոհանոց, դրա համար խորհուրդ եմ տալիս գալ, փորձել, համտեսել եւ բնականաբար ինձ գրել, որ շատ եք էլի հավանել։ Անեկան, մի գեղեցիկ անկյուն լինի, ընկերական, մի գեղեցիկ անկյուն լինի, որտեղ կարելի է գալ, առանց ամաչելու, նստել, շփվել, համտեսել ու գեղեցիկ ժամանակ անցկացնել։ Ես ուզում եմ Շիրվանյան ընտանիքներին մի հատ ծափարենք շատ բարձր։ Իմ Գերջան, քո գլխավորությամբ բոլորին թող իրոք ես իմ անունից որպես բնիկ Armavir-հայ, իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ իրոք տարեստարի Armavir-ում գեղեցիկ բաներ ձեր շնորհիվ մենք ականատեսն ենք եղել ու վայելել։ Ես, եթե չեմ սխալվում, վերջին անգամ նկարել եմ Bella Vita-ի բացմանը ու երևի թե ոչինչ էլ չեմ նկարել։ Անցած տեսանյութի վերջում շատ երկար ձեզ հետ զրուցում էի, բայց չգիտեմ ոնց, քայմ հեռախոսի մեջ տեղ չկար ու ջնջեցի։ Վիդեոների հետ միասին դա էլ ջնջվեց ու այդպես վլոգը մնաց կիսատ, բայց ցանկանում եմ մի փոքր զրուցել, որովհետև 10.5 ժամից Լարային բերեցի մանկապարտեզից, Լարայի մանկապարտեզի մասն եմ ուզում մի փոքր խոսել, մեկ էլ շատ եմ հարցեր ստանում Լարայի մասին։ Ուրեմն Լարան գնում է մասնավոր մանկապարտեզ, ինչպես արդեն գիտեք, շատ գոհ եմ, շատ ամենակարևորը, որ մայրիկները կարողանում են տեսախցիկներով հետևել երեխաներին եւ լսել, հա, խոսակցությունների, իհարկե ես այնտեղ վստահում եմ բոլորին, բայց կարծում եմ բոլոր մայրիկների համար հրաշալի տարբերակ է, հա, տանից նստած կամ ինչ աշխատանքի վայրում հետևել երեխաներին, դա 1+։ Ինչը վերաբերում է Լարայի խոսքի զարգացմանը, արդյոք գոհ եմ եւ դժգոհ եմ, ինչ սկսել է Լարան գնալ մանկապարտեզ, Լարան արդեն կազմում է հայերեն նախադասություններ, շատ բառեր գիտի արդեն հայերեն, սոսոից կտրելվել ենք հենց այդ առաջի 2-3 շաբաթը, որ սկսել ենք մանկապարտեզ հաճախել եւ շատ էինք զարմացել, 3 օր եղբորս տանն էի, իհարկե դասերակներն ասում են, որ արդեն Լարան մեր գարշոկ ասվածից է, հա, ցանկանում օգտվել, ինքը իր բերանով ասում է, որ ունի էլի այդ պահանջը, 3 օր եղբորս տուն նստած է, մեկ էլ ասում է ունեմ, հա, եւ ինքը գնաց բացեց դուռը լոգարանի եւ այդպես։ Ինչ եմ ուզում ասել, որ միայն դրականը կարող եմ ասել, քանի որ Լարայի մոտ 2 լեզու խառնվել էր եւ խոսքը չէր զարգանում, դա ինձ շատ էր անհանգստացնում, ինչ մանկապարտեզ սկսել է հաճախել,
շատ մեծ կարելի ասել իր տարիքի համեմատ, հա, հաջողություններ են գրանցել, թե տակդիրից այդ կտրվել է, բայց իրականում կդեռ տակդիր հակրում է, դա իմ մեղավորություն չունեմ այդ ժամանակը, որ լարայի հետ զբաղվեմ, դա իմ թերություններից մեկն է, քանի որ ես անգամ ինքս ինձ համար էլ ժամանակ չունեմ, որովհետև շատ խիտ է գրաֆիկս, բայց ինձ մանկապարտեզը եկավ փրկության, որ չգիտեմ, շատ դրական կողմեր կա, իրենց աշնանային հանդեսն է լինելու ամսի 27-ին եւ նաեւ մանկապարտեզի տնօրենը տերը, հա, ամերիկահայ է եւ մենք նեվտոնելու ենք Thanksgiving գոհաբանության օրը եւ լարայի ծնունդներ կարծում եմ ծննդյանորներ կնշենք հենց մանկապարտեզում դեկտեմբերի 9-ին ամբես որ լարայի հետ կապված հետաքրքիր եւ լավ նորություններով է եկել ձեզ համար ինձ հարցնում եք ինչպես երեխային կտրել տակդիրից շատ ժամանակ պետք է տրամադրել երեխային, ինչը որ շատ-շատերս չունենք, դրա համար այստեղ ինձ օգնություն եկավ մասնավոր մանկապարտեզը, շատ հետևողական պետք է գոնե մի 2-3 օր պետք է անընդհատ երեխայով զբաղվել, որ կարողանա երեխային կտրել, իրականում Այսպես իմ բանն էլ ասեմ, մենք այստեղի ապրող հայերն էլ հա, մենք հայերը շատ ծանր ենք տանում այդ սոսո եւ տակդիր ասվածները, ողջ կյանք երեխան տակդիր հաստատ չի կրելու, երեխան գալիս է ունակության, որ հենց ինքն է արդեն հրաժարվում տակդիրից եւ սոսոից, իմ իհարկե կարծիքով, այնպես որ մի փոքր կարելի է այդ կողմով հանգիստ լինել, բայց եթե արդեն զգում եք, որ տարիք անցնում է, երեխան ոչինչ չի անում, հա, օրինակ լարային տակդիրները անհանգստացնում էին այսպես, բայց սոսոն չէ, սոսոն ինքը շատ էր սիրում, բայց մանկապարտեզ գնալուց էլ եմ ասում 2-3 շաբաթ հետո, էլ սոսոյի կարիք ինքը չէր զգում։ Իսկ ինչը վերաբերում է իմ YouTube-ին, իմ YouTube-ը իմ այն հարազատ տաքուկ անկյունն է, որ ես ուղղակի կարող եմ միանալ եւ ձեզ հետ շփվել ու մի փոքր լիցքաթափվել։ Ցավոք սրտի այդ ժամանակի ես շատ չեմ ունենում եւ Ինչն են շատ ուրախացնում ժամանակին կանայք աղջիկները որ ինձ հետևել են YouTube-ում հիմա իմ աշակերտուհիներն են ինձ դա շատ է ուրախացնում եւ միշտ մտածում եմ ամեն բան հենց այնպես չի լինում հենց այնպես ոչինչ չի լինում, որովհետև ի սկզբանե երբ որ ես բացել եմ YouTube ալիքը, ես միշտ ասում էի, որ ալիքը ինչ-որ մի բանի համար է։ Միշտ ինձ թվում էր, որ YouTube-ը սա հենց այնպես ուղակի ալիք չի, որ ես զրուցեմ կամ հետագայում ես ինչ-որ գումար աշխատեմ։ Ես զգում եմ, որ սենց պետք է ավելին տամ, ու փաստորեն ես շատ ճիշտ եմ զգում։ Դա էլ այդպես շատ եք հարցնում Լարայի կապը իր հայրիկի, տատիկ, պապիկի բնականաբար կա։ Մենք շատ հասուն եւ խելացի մարդիկ ենք եւ թշնամություն բնականաբար չկա մեր մեջ։ Մենք հասկանում ենք, որ եթե մեր կյանքը չի ստացվել, այդտեղ երեխան ոչ մի մեղք չունի, ես երեխան երբեք չեմ կտրի իր հայրական կողմից, հա, իմ էգոիստության, ցանկությունների պատճառով, որովհետև Լարան ինքը մարդ է, որը մեծանում է եւ ես պատասխանատվություն ունեմ Լարայի առջև, երբ որ ինքը մեծ է, դրա համար ես չեմ կարող Լարայի փոխարեն որոշումներ կայացնել։ Եվ ամեն օր Լարանի հայրիկի հետ խոսում է, իր պապիկի տատիկի հետ խոսում է, այնպես որ ես էլ եմ անգամ խոսում։ Ես այն մարդը չեմ, որ չներեմ, որովհետև ես միշտ ասել եմ, ես իրավունքն էլ չունեմ դրա, եթե Աստված տալիս է մարդկանց մի քանի հնարավորություն կյանքում, ես ով եմ, որ մարդուն չտամ, որովհետև բոլորս ունակ ենք սխալներ գործելու, հա, եւ թշնամություն, ուղղակի այդպես կյանքը այնքան կարճ է, այդ անիմաստ վեճերի, անիմաստ խնդիրների, չէ, ուղղակի կարելի է շատ խելամիտ, հա, ձևով ամեն մի հարցին տալ լուծում։ Դրա համար մեր հարաբերությունների մեջ ոչ մի նեգատիվ չկա, ես շատ էլի ջեմ եւ մոտ հարաբերություններ ունեմ իմ նախկին սկեսի հետ ու դա միշտ է այդպես լինելու, որովհետեւ նրանք իմ կյանքում չեն կարող չլինել, թեկուզ հեռվից հեռու, ես իրեն շատ եմ սիրում, ես չգիտեմ, ես միշտ ասել եմ, որ իմ նախկին սկեսի նման կին ես չեմ հանդիպել չկա իր նման մեկը եւ իմ նախկին սկեսերի նման, որովհետեւ իրենք բարձր արժեքների տեր մարդիկ են, մարդ ասված, որը ես չեմ հանդիպել ու չի լինելու իրանց նման մեկը։ Դրա համար ես ինձ համարում եմ, չեմ ուզում ասել հպարտ, բայց հա որոշակով հպարտ եմ ես, որ Աստված ընտրել է իրենց հենց իմ կյանքում։ Դրա համար ես միշտ Աստծուն շնորհակալ եմ լինում ամեն օր, որ ես
ունեցա հնարավորություն թեկոս մի որոշ ժամանակում լինել իրենց կյանքում, իրենք էլ իմ, իրենք շատ աստվածավախ, հավատքով լի մարդիկ են ավելի ճիշտ, չեմ ուզում անցելով խոսեմ, որովհետև էլ եմ ասում, նրանք դեռ իմ կյանքում են, եւ ես սիրում եմ շրջապատվածնել այնպիսի մարկանցով, որոնք ունեն հավատք, որոնք ունեն ներողամտություն, որոնք այս կյանքը տեսնում են դրական կողմերով, հա, ոչ թե միայն նեգատիվ եւ վատություն եւ չգիտեմ, ես իմ շրջապատ չեմ թողնում այդպիսի նեգատիվ ծանր մարդկանց, ովքեր որ չեն գնահատում կյանքը, չեն գնահատում այն ամեն ինչ, որ մենք իրենք ունեն, հա։ Ես շատ եմ տեսնում այստեղ բողոքավոր մարդկանց, նեգատիվ մարդկանց, ես չեմ ուզում քննադատել իմ երկիրը եւ իմ հայրենակիցներին, բայց ավերևէ լռեմ այս թեմայով, չեմ ցանկանում խոսել, որովհետև այստեղ շատերը չեն հասկանում, ասում են գնացել ես Հայաստան եւ բողոքում ես Հայաստանից։ Եթե ես եկել եմ Հայաստան եւ որոշել եմ Հայաստան, ես ունեի շատ հնարավորություն շատ երկրներում ապրելու, որովհետև ես ունեմ այլ երկրի քաղաքացիություն եւս, հա, ես երկրաքաղաքացի եմ, բայց ես ընտրել եմ Հայաստանը, այսինքն եթե ես ընտրել եմ Հայաստանը, որ իմ երեխան այս երկրում մեծանա, չգիտեմ ինչքան ժամանակ դա կլինի, այսինքն ես սիրում եմ այս երկիրը, չէ՞, իմ սննդավայրն է, արդար չեք դուք, որովհետև երբ որ ես Բելիզում էի ապրում, դուք անդադ շեշտում եք, որ ես միշտ նշեմ Բելիզի նաև վատ կողմերը, իսկ եթե մի փոքրիկ ճշմարտություն խոսում ես քո երկրից, դու արդեն դառնում ես ազգի դավաճան։ Իրականում ես միշտ ասել եմ մարդիկ երբեք ունակ չեն լսելու անկեղծություն եւ հաշվի առնել եւ հաշվի նստել դիմացինի կարծիքի հետ։ Դուք կարող եք համամիջ չլինել, բայց չի նշանակում, որ դուք ճիշտ եք, ես սխալ կամ ես սխալ եմ, դուք ճիշտ։ Այնքան մարդ, որքան մարդ, այնքան կարծիք։ Դրա համար մեկ պետք է լսել դիմացինին, հա, որովհետեւ միշտ չէ որ դուք ճիշտ եք։ Այդպես ես շատ եմ տեսնում նեգատիվը շատ ու չեմ կարողանում հասկանալ ինչի այսքան նեգատիվ մեր մեջ կա։ Ես չեմ ուզում գնել անցյալ ներկա ապագա, բայց եթե մեր հարևան երկրներում կան օրինակներ, հա, այդքան պատերազմներ տեղի ունեցավ, այդքան շատ կորուստներ, երեխաներ եւ այլն, կապ չունի իրենք ինչ հավատքի են, կապ չունի իրենք ով են, իրենք մարդ են Աստծո կողմից ստեղծված ու մենք էլի ունենք դժգոհելու տեղ, այսինքն մի հացի համար մենք կարող ենք, չգիտեմ, շատ բաներ եմ տեսնում, բայց ավերևէ լռել, որովհետև շատ ժամանակ խոսելը վնաս է լինում, հա, դրա համար շատ բաներում պետք է լռել։ Ինչ որ տեսնում եմ, դա իմ մեջ է մնում, եւ ինչ որ տեսնում եմ, ես վերլուծություններ եմ անում եւ փորձում եմ ինձ փակել, այսպես, հա, որ օքեյ, շատ բաներ չեմ նկատում, ամեն բան լավ է, ես միշտ շնորհակալ եմ լինում Աստծուց այն ամեն ինչի համար, ինչ որ ես ունեմ։ Դա կարևոր չէ հիմա ինչ է իմ ունեցածը, բայց ես միշտ գոհ եմ, ես չեմ դժգոհում, չեմ բողոքում եւ ես իհարկե շատ աշխատասեր, ես իհարկե շատ ձգտող մարդ եմ եւ ես չեմ կարող ակի նստել եւ ասել Աստված ջան ինձ տուր աշխատանք եւ ինձ տուր գումար, որովհետեւ երբ որ Աստված մարդուն ստեղծել է, հա, տվել է մի մեծ բան, ուղեղ, որ մարդ կարողանա ինքն իրեն կառավարել եւ ինքն իր կյանքը ճիշտ թե սխալ կառուցել, այնպես որ մենք բոլորս էլ ունակ ենք սխալներ գործելու, հետո դրանից դաս քաղելու, մենք բոլորս մարդ ենք, քանի մենք ապրում ենք այս երկրի երեսին, մենք ունակ ենք շատ սխալվելու, ճիշտ ապրելու, սխալ ապրելու, այնպես որ մի քիչ հետև կարելի է կյանքին նայել, հա, այնպես որ մեկ բառով ասած, ուղղակի այս կյանքը հիասքանչ է։ Հիասքանչ է նաև որ կաք դուք։ Իմ YouTube-ը ինձ շատ էսպես խոսացում, դուք եք ինձ խոսացում, չգիտեմ ինչի, որովհետև ես հենց բացում եմ կամերան, որ մի ուրիշ այլ թեմա ընտրեմ, բայց մի բան ասեմ, դուք եք այդ թեմաները գրում, որովհետև ես հանդիպում եմ մեկնաբանություն եմ, որ դուք ցանկանում եք, ես խոսեմ այս թեմաներով։ Դուք ասում եք Ռուբինա ջան, դու խոսիր, մենք ես կլսենք։ Հիմա չգիտեմ, դուք դա ստում եք թե ոչ, գրեք մեկնաբանությունների բաժնում, բայց ինչևից է կարևորը էլի այսպես մեկ-մեկ հանդիպում ենք, հա, որպես վլոգեր, ձեր սիրած այս 5 տարի է ես ձեզ հետ եմ, գոնես այս մեկ-մեկ էլի խոսեմ, որ իմանաք ես այստեղ եմ էլի, բայց հետաքրքիր վլոգներ են սպասում, կիրակի օրը տեղ եմ գնալ Ուլարայի հետ, կիրակի օրն էլ կնկարեմ անպայման տեսամարտեսային, ուղղակի եմ, որ սենց հայեցի ասած սրտից դարդ էր եղել, որ այն նախկին վլոգը տենց կիսատ էր մնացել, տենց ուղղակի ավարտվեր էր անիմաստ ձևով,
գոնեսպես խոսեցինք, շփվեցինք, բան ասեցինք, հայավար էլի։ Ես իվա գնամ ասային պարապունքներին, որ չուշանամ, դուք լավ մնացեք, լավ եղեք բոլորդ, միշտ ասում եմ, որ ձեզ սիրում եմ, որտեղ դուք եք ինձ սեր տալիս, շատ եք ջերմացնում դուք իմ ալիքը, դրա համար ամեն բան փոխադարձ է, հաջողություն եւ առայժմ